Վարչապետի աշխատակազմից մեզ հասցեագրվելը մենք վարչապետի աշխատակազմ պատասխանել ենք։ Ազգային աշխատակազմ չի եկել, որովհետև այն ինչ որ կա ազգային ժողովի կայքում այն փաստաթուղթը որևէ բացատրություն չկա։ Կա տեքստ, որտեղ դրից երևում է, որ իմ առաջարկները չեն ընդունվել։ Հիմնավորումը գրավոր չի ներկայացվում։ Կանոնակարգը ոնց է, մենք մեր աշխատակարգի Պարոն Ահարոնյան, կօգնեք վարչապետի աշխատակազմին պատասխանել ենք պատշաճ։ Մենք չենք ստացել, որպես հանձնաժողով չի ստացել, չգիտեմ ինչ պատճառով։ Դե հեսա հեղինակը կառավարությունը բանավոր ձևով կներկայացնի, հետո բնականաբար գրավոր կտանք այդտեղ։ Շատ լավ։ Ես կարծում եմ ազգային ժողովի աշխատակազմ պետք է որ եկածի վարչապետի աշխատակազմից գրավոր պաշտոնական մեր դիրքորոշումը։ Շատ լավ, պարոն Խաչատրյան, ուրեմն առաջի մասով ուրեմն ինչպես դուք եք նշում, այո, Եվրոպական խաղացի 9-րդ հոդվածի 5-րդ եւ 7-րդ մասերով սահմանված ֆինանսական համահարտեսման դոտացիաների երաշխիքների սահմանադրության եւ տեղական ինքնակառավարման մասին օրենքին հողմանալով առաջարկում եք օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախ 5-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետից հանել կամ դոտացիաների բառերը, թողնելով սուբվենցիաներ եւ սուբսիդիաներ։ Նշվածի կապակցությամբ ազգային ժողովի լիագումար նիստում մենք հղումները ներկայացրեցինք սահմանադրության եվրոպական խաղացիա եւ թիմ օրենքի այն հիմնավոր դրույթները, որոնք իրավական հիմք են տալիս թիմերում իրականացնել իրավական վարչական հսկողություն լիազոր մարմնի կողմից։ Լիազոր մարմինը դա ՏԿ-ն է եւ ՏԿ նախարարության լիազորությունների մեջ արդեն սեփական լիազորությունների նկատմամբ իրականացվող գործառույթները, այդ թվում նաև իրենց բյուջեի ծախսման ուղղությամբ արդեն իսկ ամրագրված են։ ՏԿ-ն ի սկզբանե հանդիսանում է պետական կառավարման համակարգի մարմին, որի բոլոր գործառույթները արդեն իսկ ենթակա են պետական վերահսկողության, պետական վերահսկողական ծառայության գործող օրենքի նաև այդ թվում շրջանակներում։ Արդյունքում ՏԿ-ի տվյալ հսկողական լիազորությունը թիմերի նկատմամբ իրավաչափորեն ենթակա է նաև պետական վերահսկողական ծառայության կողմից վերահսկողության։ Մասնավորապես ավելի պարզաբանեմ, կոնկրետ դոտացիայի մասով, որի հետ կապված է հիմնական բանավեճը, ես նաև մեր շրջման արդյունքում եմ ասել, հանձնաժողովում էլ նաև ՏԿ փորձագետներն էլ, եթե կա շատ ավելի, այսպես ասած, փաստարկված, հիմնավորված, իրավական տեսակետից անխոցելի հիմնավորում, ես սիրով ընդունենք դա եւ այդ ուղղությամբ գնանք, բայց այն փաստակները, որոնք դուք եք հնչեցնում եւ որոնք արտադրության նախարարության, վարչապետի աշխատակազմի համապատասխան վարչության, նաեւ ՏԿ-ն պաշտոնական դիրքորոշման մեջ որևէ կերպ չի հիմնավորում եւ նաեւ արդեն իսկ վերջին քննարկումների արդյունքում նաեւ կիսում են մեր տեսակետը, մենք ստիպված ենք ճիշտ ասած մերժել եւ ցանկանում առանձնատուկ դարձյալ կրկնել նաեւ ունկնդիրների համար, խոսքը չի գնում թիմ մարմինների, համայնքի ղեկավարի, ավագանու, հայեցողությանը, տարվող քաղաքականությանը, առաջնահերթությունների սահմանմանը, խոսք գնում է բացառապես պետական բյուջեից, այդ թվում նաև դոտացիաների խողովակով տրամադրված հանրային միջոցների ծախսման օրինականությանը, այսինքն օրենքից դուրս որևէ ծախս չպետք է լինի։ Եթե պիտի դարձյալ հնչյան փաստարկ, որ իրավապահները թող զբաղվեն այդ գործերով, այդ պարագայում իրավապահները ներգրավում են բացառապես այն դեպքում, եւ համայնքին կամ պետությանը արդեն իսկ վնաս է հասցված։ Պետական վերահսկողական ծառայության մեր լիազորությունների մեջ նաև որոշակիորեն ընդգրկված է, այսպես ասած, խորհրդատվական, պրոֆիլակտիկ ինստիտուտների նաև բացերի, ընթացակարգերում արկա հնարավոր սողանցների, այդ թվում նաև լատենտ կոռուպցիոն հանցագործությունների ռիսկեր պարունակող գործընթացների վերհանումը, պարզաբանումը եւ համապատասխան առաջարկությունների ներկայացումը վարչապետին եւ վարչապետի հանձնարարությամբ նաև լիազոր մարմիններին հստակեցնելու ընթացակարգերը, կատարելագործելու լավարկելու օրենսդրությունը։ Դա առաջին կետով։ Երկրորդիվ, օրինականություն եզրույթի հետ կապված, այո, դուք իրավացի եք, բնականաբար, օրենսդրությունում բազմաթիվ այլ իրավական ակտերում սահմանումները կան եւ առաջարկում եք, որ այս նախագծից պարզապես այդ եզրույթի սահմանումը հանենք։ Այս առումով հարկ ենք համարում ընդգծելու այն պարզ ճշմարտությունը, որ յուրաքանչյուր օրենք ունի իր կարգավորման առարկան եւ մի օրենքում կոնկրետ եզրույթի սահմանումը չի կարող վերաբերել լինել այլ իրավահարաբերություններ կարգավորող օրենքների։ Դա սուգուբե իրավաբանություն է ձևակերպումը։ Յուրաքանչյուր օրենքում ըստ տվյալ իրավական ակտի կարգավորման առարկայի օրինականություն տերմինը կարող է ունենալ կոնկրետ նշանակություն։
Ավելին, օրինականություն եզրույթն ընդհանուր առմամբ առավելապես կապվում է եւ ընկալվում որպես օրենքներին կամ այլ իրավական ակտերին համապատասխանություն, իսկ քննարկվող օրենքի նախագծում նաեւ կնքված գործակների համապատասխանություն գործող օրենսդրությանը։ Այսինքն ունի ավելի լայն իմաստ։ Այսպիսով, հիմք ընդունելով նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը անհրաժեշտություն ենք տեսնում այս նախագծով տալ դրա հստակ սահմանումը։ Շնորհակալություն եւ երրորդիվ Ինչպես առաջարկում եք, հաշվառելով, որ ըստ ձեզ կառավարման օրինականություն եզրույթը խրթին է, ուստի պետական վերահսկողական ծառայության մասին օրենքի նախագծի 5-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետից առաջարկում եք հանել կառավարման բառը։ Նշված առաջարկի հետ կապված մեր դիրքորոշումն այն է, որ կառավարման բառը նախագծի տեքստից հանելու պարագայում ստացվում է օրինակ մի դեպքում սուբսիդիայի օրինականություն։ Սուբսիդիայի կառավարման օրինականության ձևակերպման փոխարեն սուբսիդիայի օրինականությունը դառնում է իմաստազուրկ արտահայտություն, իսկ վերահսկողության նպատակը հենց դրա կառավարման օրինականության վերահսկումն է։ Այվելին հստակ է նկատել, որ ինչպես պետական միջոցների կառավարում, այնպես էլ օրինականություն եզրույթները բացահայտված եւ պարզաբանված են լիովին եւ դրանք մեկնաբանման տեսանկյունից նախագծում պարզ եւ միանշանակ են շարադրված։ Ուստի առաջարկում ենք նախագիծը երկրորդ ընթերցման ներկայացնել ներկայացված տեսքով առանց փոփոխությունների։